ստացել համացանցի միջոցով քաղաքացիների կողմից, ովքեր դժգոհում են, որ քաղաքը ոչ այդքան հասանելի է հաշմանդամ ունեցող անձանց համար, ու կարծում եմ սա շատ կարևոր հարց է, մանավանդ այս ձմեռային փոսերի, սառույցների համատեքստում ուզում եմ նա դուք պատասխանեք, մենք լսենք, թե քաղաքը ինչ է անում, քաղաքապետարանը ինչ է անում, քաղաքը ավելի հասանելի դարձնելու համար հաշմանդամներին։ Պարոն Ամանյան, ոչ թե մենակ մենք, մեզանից առաջ ձեր ժամանակներից սկսած, ամբողջ կապիտալ շինարարությունը փողոցաշինության ընդգրկում է թեկահարտակներ, որտեղ ինչ է պետք, այդ նույն ոգով բոլոր ծրագրերի մեջ է, եթե գնում եք կապիտալ վերանորոգում փողոցի, փողոցաշինություն, անպայման թեկահարտակները հաշվի են կառնում հաշվանդամության համար։ Եթե ինչ-որ նոր բաներ են կառուցվում, որոնք տրամադրվում է քաղաքապետարանի կողմից, անպայման նույնպես թույլտվությունը, նախագիծը պարտադիր պետք է լինի թեկահարտակները հաշվանդամների համար հարմարեցված։ Չգիտեմ, դա թեկահարտակով է լինում, վերելագի տեսքով նաև նախագծեր ունենք, որ վերելագային բաներ է օգտագործում, հարմարվածություն։ Այդ ամեն ինչը, եթե չլինի, չի հաստատվի։ Նախագծերը թույլտվություն ոչ մի բան չի հաստատվի։ Պարոն, դուք այդ ամենը ասացիք շինարարությունների համար, այսինքն շինարարները նոր օբյեկտ կառուցելուց պետք է նաև համապատասխանեցնեն այդ ստանդարտներին, բայց իմ հարցը հենց քաղաքապետարանը քաղաքի համար, ոչ թե հենց շինությունների, այլ ուղղակի քաղաքում հարմար շարժվելու համար, որովհետև ձյուն է, սառույց, օրինակ կոնկրետ օրինակներ կան, բացի թեկահարտակներից կամ թեկահարտակների օրինակ, որ այսինչ ձմեռվա պատճառով ձյունը շատ եկավ, մեր մոտ սառույցները շատ են, շարժվելը դժվար էր, քաղաքապետարանը ձեռնարկել է SSS գործողությունները, որի արդյունքում հաշմանդամ ունեցող անձանց համար քաղաքում երբևէ եկել է դարձել է ավելի հարմար։ Կան օրինակներ, խնդրում եմ բերեք։ Պարոն Անատոլյան, դուք ընտանեկան եք խոսում, ձյունը եւ սառույցը ամեն օրվա ռեժիմով մաքրվում է Գյումրի քաղաքում, նաեւ գտնվում են այդ խառնված բանի հետ ավիլի, ու միշտ արվում է այդ աշխատանքները։ Եթե ինչ-որ մեկի կողմից նկատելի չէ, ես նորից եմ ասում, բազմիցս չկրկնվեք։ Այդ 400 եւ ավելի հոգանոց հիմնարկի աշխատանքն են իջեցնում։ Մարդիկ այդ ցերնին բկին դուրս են գալիս եւ իրենց աշխատանքը անում են։ Մաքրում են մայթերը, մաքրում են փողոցները, մաքրում են ձյունը, մաքրում են սառույցը, ամեն ինչ անում են։ Ի տարբերություն մյուս համայնքներին անունները չեմ ուզում տա, բազմիցս եղել են տարբեր տեղեր, տեսել են, որ ոչ մի աշխատանք չի գնում, չեմ էլ ուզում բարձրացնել, դա չի է դաշկում, կարևորը այս քաղաքն է, մենք պետք է անենք, մնացածը իրանք գիտեն։ Թե չէ ամեն աշխատանք կատարվում է, պես չէ որ ինչ որ հատուկ մենք ի նկատի պետք է ունենանք, որ հաշվանդամների համար անենք, մյուս քաղաքացիների համար չեմ կամ սառույցը, մենք բոլորի համար անում ենք։ Ոչ պարոն, հաշվանդամում հատուկ վերաբերմունք եմ պահանջում, հենց հատուկ պետք է անենք, այո, Պարոն Առաքելյան, շարունակեմ գործընկերոջս ասածը, օրինակ ես բազմաթիվ թե տարեցներից, թե հաշմանդամներից առաջարկություն եմ ստացել, որ մեր անցումների պատերին ունենանք որևէ հարմարանքներ բռնվել բարձրանալու համար, խոսքը դրանց մասին է, պարոն Առաքելյան։ Առաջարկություն որպես ընդունեք, հենց բազմաթիվ քաղաքացիներից այդ խնդրանքը ստացել ենք, որ առաջարկեք անեն։ Պատերին անցումների մի հատ որևէ հարմար հաշմանդամություն ունեցող ես իշխան գիտեմ քաղաքի կենտրոնական հատվածում տեսել եմ, նկատել եմ, որ բաները կան ռելսները։ Հա, սարկած է, բայց ում է կողքից բռնել է դեռ ունի որ թե տարեցները հաշմանդամները կարողանան իմուններ ուղղեն, խնդիր չկա, կարգավորում եք շատ։ Ընդդուք ես էլիս եմ անցած տարվա մեջ գրություններ եկել բանից, Կայրանից, որ գնում են, այդ թեկահարտակը նեղ էր, ռելիքսը նեղ էր, չէր կարող, որ բանը երեխաների համար։ Գրություն եք գրել, դե գիտեք, որ պատկանում է երկաթգծին, Հարավ-Կովկասյան երկաթուղիներին, մենք նախագիծը կազմել ենք, ամեն ինչը չափորոշիչները իրենց ուղղորդել ենք, ասել ենք, եթե դուք էլ չեք կառուցել, մենք պատրաստ ենք կառուցել։
Հնգամյա զարգացման ծրագրի մեջ մեր կողմից եղել է առաջարկ, լրացուցիչ առաջարկերը, որովհետեւ վերելակներ տեղադրենք անցումներին։ Մի վերելակ տեղադրենք, թե բռնակներ Վերելակ տեղադրենք, բռնակով այդ մարդը չի կարող։ Մյուսը ձեր ասած է հետ կապված, որ ասում եք մաքրել ենք մայթերը եւ այլն, ուզում եմ մի փաստ արձանագրենք, հա, այս տարի հունվար եւ փետրվար ամիսների հետ կապված։ Ունեցել ենք 164 հոգի, ովքեր վնասվածքով տեղափոխվել են պոլիկլինիկաներ եւ հիվանդանոցներ, որից 22-ը մանկահասակ երեխաներ են եղել։ Այս ոնց կբացատրենք։ Այդ ձեր ասած է հետ կապված է, որ ամեն ինչ մաքրվելու լավ է եղել։ Իսկ մյուս տարիներին իշ ունեք այդ ստացի։ Հանեք նայեք։ Ինչ համեմատել եք։ Համեմատել եք, միանշանակ շատ է ստանում, շատ։ Լավ, սպասում։ Ուրեմն նախ առաջին առողջություն եմ ցանկանում բոլորին։ Մյուսը ինչ կապված է, տարյան նախադեպություն եղավ եւ քաղաքը օրնի բուն մաքրություն է դիրել։ Հապան գիշեր ժամ ու ցերեկ չի ունեցել։ Գիշերվա ժամի 3-ին անձամբ ես էլ առավոտ ժամը 8-ին դուրս եմ եկել։ Քաղաքը շրջել է։ Բոլոր մաքրումները, բրիգադները, տեխնիկան, որը նաեւ ձեր իշխանությունն էլ է փաստել, որ թույլ է տեխնիկան Գյումրիում մաքրություն իրականացնելու համար լիարժեք։ Սակայն նաև օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքի շինարարական կազմակերպություններին, ովքեր միանգամից արձագանքեցին մեր խնդրանքին եւ միացան։ Ես չեմ տեսել որևիցե մի քաղաք այս ընթացքում, ջան առատես գալու ընթացքում, որ ձյուն մաքրեն, թափեն քաղաքի տարբեր հատվածներ։ Կիրովագը չեմ տեսել, չեմ նկատել։ Ոչ մի բան չեմ տեսել այդպես, բայց այս քաղաքում հաջորդ օրը մյուս ժամին մաքրություն է տիրել, ձյունը բերել են, բարձել են, տարի թափել են, մաքրել են։ Ծավալները մեծ է, քաղաքը մեծացել է, առաջվանը չէ, ձեզ ասեմ։ Մեր տեխնիկաներն էլ տեսնում եք, բերում են, ձեռք են բերում, այ եթե ավելի շուտ լիներ ոչ թե 3 բեռնատար թափողները, երկու բազմաֆունկցիոնալը եւ աղբատարը, ել ավելի էֆեկտիվ կլիներ աշխատանք։ Դե չէ որ ասենք աշխատանք չի եղել, մաքրություն չի իրականացվել, դա անընդունելի է։ Անուն արտարության սպիտակի վրասեղը չտնկալելու սկզբունքով ասեմ, որ նաև պետք է տեխնիկաներ, որոնք որ մայթերը կմաքրեն։ Ունենք տեխնիկա, որը փողոց է մաքրում։ Նաև պետք է նայեք, ում այդ տարեցները Ձեր իշխանության ժամանակ ծրագիր է եղել եւ կառավարությունը նվիրատվություն է հաստատել, որ երկու հատ ոտկատ բազմաֆունկցիոնալ, որը նաև ուներ իր հարմարավետությունը, այնպես էր, որ կարող էր մայթերը խոզանակով մաքրել։ Ինչ գրություններ գրեցինք, ընդդուք խոսացել ենք ներկրողի հետ, սա ես պատրաստ եմ։ Մենակ կարող եք այդ կառավարության ծրագիրը հաստատեք, եւ տեսել չհաստատվեց։ Դուք այսքան որ խոսում եք, ավականու անդամ եք, տիրապետում եք այդ ամեն ինչից։ Մեզանից առաջ է եղել։ Գայք մի հատ ասեք, պարոն Արաքելյան, ինչ ենք որ այս տեխնիկաները բերենք, ում է պետք գրություն գրենք, որ նախարարի դուրը դիմենք, որ ասենք ինչ որ հաստատվել է, վերջնական հաստատեք։ Տվեք, թող այդ մարդիկ բերեն մեր քաղաքի համար է։ Տեղյակ եք, չէ, կներեք, տեղյակ եք, բայց այդ հարց եմ տալիս, տեղյակ եք։ Ես էլ հարցին հենց հիմա ուզում պատասխանել, գրությունը ուղարկում ենք միանգամից կառավարություն, խախտելով հերթականությունը։ Ինչ։ Յուրաքանչյուր գրություն նախ դուք պետք է ուղարկեք մարզպետարան, մարզպետարանը ուղարկի կառավարություն։ Դուք ուղիղ եք կրում այդ հասկացա, այլ հարց։ Այդ շրջանակում կարելի է ծուրանամիսների հետ կապված, պարոն Արաքելյան, մեր շրջանության կողմից մենք բազմաթիվ այցեր ենք ունեցել Գյումրիի տարբեր քաղաքացիների բազմաբնակարան շենքեր եւ կարելի է փաստել, որ բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրը դեռևս արդիական է Գյումրի համայնքում, կան տեխնիկական լուրջ խնդիրներ կապված անձրևաջրերի եւ սրան հալոցի ներթափանցման հետ պատճառով ամբողջ տանիքները վնասված են եւ հարցս հետեւյալն է, արդյոք համայնքը պատրաստ է քննության վերցնել այդ խնդիրները եւ ներդրումներ իրականացնել ու կանգնել բնակչի կողքին շենքերի անվտանգության խնդիրները լուծելու համար։ Եթե այո, խնդրեմ կոնկրետ ժամկետներ նշեք, հակառակ պարագայում այս խնդիրը եւս մնալու է գյումրիացի ուսերին առանց համայնքի օգնության պետք է
Միանշանակ ուսումնասիրել ենք 170 տանիքներ կան, որոնք վերանորոգման կարիք ունեն, 12-ը գրել ենք, թիվը քիչ է, որոնք ծավալը մեծ է, 12-ը գրել ենք այս տարվա աշխատանքների մեջ, հիմա քաղաքաշինության բարիպետը բացի որ ծավալատերերի հաշվարկումն է գնում, որ պատրաստել ամրցույթներն ենք հայտարարել, այս մի բան ուզում ասել, կլինի ձեր խմբակցությունից գրություն ուղղեք կառավարությանը, որ քաղաքապետարանին լծակներ տան համատիրության վրա ազդելու համար։ Մենք միայն դիմում կողմների հիման վրա ենել փաստարկված դերնի։ Պետք է ունենք իրավական դաշտը քննություն անցկացնել, թե տվյալ համատիրության ղեկավարը ինչքան բարեխղճորեն է այդ գումարները ծառայեցրել, որովհետև այսօր որոշել ենք, որ առանձնապես մենք լծակներ չունենք, անկախ են համատիրությունները եւ իրենք իրենց բյուջեն են ձևավորում, իրենց խորհուրդն են ձևավորում, իրենք իրենցով տները կարտահայտության սամ դիզուրում է սամ վերվարնի, իրանք ինչ ուզենան, պես բանկեր են, իսկ քաղաքապետարանից պահանջեք էլ քաղաքացիները։ Միանշանակ ընդունելի է ձեր այդ ամեն ինչը, փորձենք մեր բյուջեով, մեր հնարավորություններով, ինչքան կարող ենք կանգնել քաղաքացու կողքը եւ կատարենք այդ աշխատանքները։ Իսկ մնացած ծավալները գործընկերս ճիշտ ուշեց, դուք համապատասխանների հարմար բարբերաբար չեք հատկացնում, որ շենքերի օրինակ հիմունների հիման վրա, բայց հիմնական բյուջեն համատիրության, ոչ թե մեր հատկացում։ բնակիչների վճարը Դրանից է եւ այդտեղ մեծ խնդիր կա։ Մենք բազմից ենք բարձրացրել, որ քաղաքապետն էլ էս քանի օր առաջ էլի նորից ունեցավ խոսակցություն համատիրություններին կանչեց եւ հանձնարարականներ նորից ցրեց, որ կադարեք դիմում բողոքները շատ են, ահավոր շատ են, բազմաշերտ են։ Ինչ աշխատանքներ են կատարվել, ինչ են արել, ամեն ինչ այսպես ասեմ։ Մենք չենք պահանջողը, հավականին կարող է պահանջել, բայց վերջնական ստուգումներ չկա, այդ լծակը չունի քաղաքապետարանը, որ իրենց վրա մի ինչ-որ հանձնաժողով ստեղծի եւ ինչ-որ կառույց, ինչ-որ բաժին, իրենց համակարգող լինի։ Մենք զուրկ ենք այդ իրավասությունից, երբ որ կառավարությունը մեզ այդպես իրավասություններ տա, մեծ սիրով։ Ինձ համար մեկ է, ով ուզե 22-ա, թե 23 էլ համատիրություններ կան Գյումրիում։ Համատիրություն կա, որ 200-ից ավել շենքեր ունի։ Շատ բացեր կան ուսումնասիրության, ես կողմ եմ, որ դու անձամբ դրություն ուղարկի կառավարություն համապատասխան մարմինների, թող մի հատ իրանք էլ է տեսնեն։ Կարելի է կարգավորումներ, որոշում ընդունել, որ որոշակի մեծ լծակներ հատկացնել, մենք էլ զբաղվենք այդ հարցով։ Պարոն Արաքելյան, եւ ջամ մաքրման հետ կապված դուք նշեցիք, իհարկե մենք բոլորս բնակոմունալի աշխատակիցներից շնորհակալ ենք, տեսել ենք նրանց աշխատանքը, առատեղումների պատճառով կարող ենք դիտարկել, որ դարձի աշխատանքով էլ հնարավոր չէ ամբողջովին քաղաքը մաքրել։ Բայց գյումրեցին իր դժգոհությունների հետ մնաց միայնակ այս 3 ամիսների ընթացքում, բարբերաբար եթե համացանցում նայում եք, տեսահոլովակներ տարբեր թաղամասերից պտտվում են, մատնանշելով, որ Գյումրին անտեր քաղաք է։ Ես կխնդրեմ հստակ հաշվետվություն այժմ ներկայացնել գյումրեցիների, թե Գյումրի համայնքը ձմռան սպասարկման ինչ պլան է ունեցել, ինչ աշխատանքներ են կատարվել այդ ծրագրի շրջանակում եւ ովքեր էին մեր ունեցած արդյունքի կոնկրետ պատասխանատուները։ Շնորհակալություն։ Ուրեմն Գյումրին անտեր քաղաք չէ, Գյումրին շատ հզոր տեր ունի, հանձինս նստած ավականիներով եւ նրա քաղաքապետով Վարդան Ղուկասյանով, նաեւ ձեզնով դուք եք գյումրեցիներ եւ դուք եք տեր, չի կարող է ինչ որ ասում են ձեզ էլ նաեւ իրավորում, եթե անտեր են։ Պարոն Արաքելյան, ես իրավորումը միակ կողմանի չէ, անտերությունների հասկացա, մի վարիանտ, մի կոմպոնենտ է միակ ասում, մնացածը անպայման կոմունալ բաժինը հաշվետվությունը կներկայացնի, ձեզ էլ կուղարկենք ձեր խմբակցությանը 40 տոննա աղը, որը նախատեսվել է 3 ամիսների ընթացքում, սպառվեց։ Այդ ծավալի աշխատանքներ են։ Հետելով այդ 40 տոննանը հիմա չասեք, թե բա ինչ որ քիչ գնում եղավ, անցած տարիների փորձից ելնելով ասեցինք, որ մի բան էլ ավել է 40 տոննա, ասենք որ կարգավորենք անպայման կա բաներն, բայց ինչևէ բնության դեմ ոչ որ չի կարող պայքարել։ Ծավալները մեծ են, ձյունը եկավ, դրանից հիմա նորից նոր գնումներ են կերել 60 տոննայի, որ կարողանանք էլի դիմակայենք։
Այդ է, թե չէ չկա այդպիսի բան, օրինակ անտեսված, նոր ասեցի եւս մեկ անգամ կշեշտեմ, գիշեր ցերեկ, գիշերվա ժամի 2-ին, 3-ին աշխատանքներ է տարվել։ Չկա այդպիսի բան։ Պարոն Արաքելյան, ես նշեցի շնորհակալ եմ կոմունալի աշխատակիցների, բայց գյումրեցիների խոսքն ենք ասում, չէ՞, մարդիկ դժգոհ են, թե անտեր ենք, դուրս ենք գալիս, ենք զում կոտրված ենք ստանում, չարախոսերի չենք բրցնում, մեկ են անտերն են վնասում։ Մանավանդ Այլ հարցեր։ Այլ հարցեր։ Քաղաքացու նման պատասխանը ճիշտ է, զուշքայլին մի կողմ ճիշտ է։ Անհնարին բան չկա։ Ամեն ինչ հնարավոր է։ Շատ լավ դու կարելի ես։ Որ ամեն ինչ տեխնիկի ամեն ինչ Լավ, Այդ մերը ծիշեն ոչ։ Ունենային, որ վեցացվա կարողան այն ուտը տարաճանազը արվեշ։ Ընդամենը։ Չէ, մենք կախարդական փայտներ։ Տիկին Դանասարյան, 30 տարի Իշեք դա, հա։ Իմ բարձերը։ Իմ Դուք կարող կառավարությունից Իմ Բասը, երկով Դեր պարտանցել ուզեք երկու ունեցեք, չկա, Անցնենք հարցի քննարկության։